կառավարությունը եւ ես դրա հետ կապված հատուկ հանձնարարական եմ տվել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին, որովհետեւ ինչ որ քննարկումներ կան այդ թեմայով, Գյումրիում իր բոլոր ծրագրերը շարունակելու է եւ ընդհակառակը մենք, այսինքն չեմ էլ ուզում ասեմ նոր ծրագրեր ենք անելու, որովհետեւ մենք sense tendenz նոր ծրագրեր անելու ենք եւ Գյումրիում եւ մնացած բոլոր տեղերում։ Ինչ վերաբերվում է ձեր նշած շրջանակի կողմից արվող հայտարարություններին, ես կարծում եմ, նախ կարծում եմ այդ հայտարարություններին առաջինը գյումրեցիները պետք է գնահատական տան, որովհետև դա շատ կարևոր է։ Եվ երկրորդը մյուսները նույնպես գնահատական պիտի տան եւ մենք բոլորս պետք է գնահատական տանք։ Ես կարծում եմ, որ նման Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ինչպես քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառելի է ժողովրդավարական երկրում, եւ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա, որովհետեւ ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք, բայց էլ եմ ասում, մենք գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել եւ դա էլի հարցը ես Եվրոպայի խորհրդում իմ ունեցած ելույթում եմ ասացի, որ սա ժողովրդավարական չափանիշներից, խնդիրներից մեկն է, եւ մենք պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար, որ մարդիկ ընտրակաշառք բաժանելով այդպես եւ վերջում էլ ըստ էության թյուրիմացաբար դառնան հասնեն այդ կարգավիճակին, բայց ես կարծում եմ, որ դա թյուրիմացություն է, որը հնդածս կշտկվի։